Քանի որ համաժողովի բացման խոսքում պարոն Ապիտոնյանը հիշատակեց համագործակցությունը նոր անկախ Հայաստանի արտաքին գործերի նախարարության եւ Հայ առաքելական եկեղեցու, ես պարզապես ուզում եմ հիշել 3 հոգևորականի Կոնստանտինոպոլսի պատրիարք Գարեգին arczepiskopos Գազանչյանին, մյուս պատրիարքին Մեսրոպ arczepiskopos Մութաֆյանին եւ Երուսաղեմի պատրիարք Թորգոմ arczepiskopos Մանուկյանին, որոնք երեքն էլ անգնահատելի աջակցություն են ցուցաբերել Հայաստանի արտաքին գործերի նախարարության մերձավոր եւ միջին արևելքի երկրների վարչությանը 1991 թվականի վերջից մինչև մոտավորապես 10 տարի կարծում եմ։ Ընդ որում հաշվի առեք, որ Հայաստանը Թուրքիայի հետ չուներ դիվանագիտական հարաբերություններ եւ Իսրայելում էլ դեսպանություն չունեինք, բայց այս 3 հոգևորականը, ինչպես ասեցի, անգնահատելի աջակցություն են ցուցաբերել արտգործնախարարությանը եւ մեր վարչությանը, որտեղ մեզանից շատերը աշխատում էին։ Հիմա անդրադառնալով Հայաստանի իշխանությունների եւ Հայ առաքելական եկեղեցու հակամարտությանը եւ այն հետազոտությանը, որը նշեց պարոն Ապիտոնյանը, ուզում եմ սկզբից ձեր ուշադրությունը հրավիրել, որ յետխորհրդային տարածքում եւ շատ նախկին եվրոպական գաղութներում կիրառվում է նույն քաղաքականությունը, չնայած, ինչպես գիտեք, կան սոցիալ-մշակութային մեծ տարբերություններ, բայց ինչն է հետաքրքիր, որ ստեղծված այդ գաղութային ճնշման համակարգը դեռևս մնում է բազմաթիվ ետգաղութային երկրների կառավարման կառուցվածքների մի մաս։ Եվ սույն հետազոտությունում բազմաթիվ օրինակներ կան համեմատելով ներկայիս հակամարտությունը Հայ առաքելական եկեղեցու եւ իշխանությունների, ինչպես նաեւ տարբեր տարածաշրջաններում, Աֆրիկայի երկրներում, օրինակ Նամիբիայում, Զամբիայում, Հարավային Աֆրիկայում, Զիմբաբվեում, եթե գնանք Արևմտյան Կիսագունդ, Նիկարագուայում եւ Կուբայում, եւ ինչպես ասեցի, նախկին սոցիալիստական ճամբարում, Արևելյան Եվրոպայի երկրներում, պետք չէ զարմանալ, մենք համալովից առաջ մեր արգելի լրագրողների հետ ենք խոսում սրա մասին, այսինքն նույն մեթոդներ են կիրառվում, որոնք մնացել են գաղութատիրական համակարգից եւ յետխորհրդային համակարգից հետո։ Հետազոտության հիմնական փաստարկը, ընդ որում այս հոդվածը ես գրել եմ անցած տարի սեպտեմբեր ամսին, տպագրվել է ուղղակի այս տարի գարունը, որքան շատ Հայաստանի իշխանությունները, որքան շատ Հայաստանի կառավարությունը փորձում են ճնշել եւ բացառել Հայ առաքելական եկեղեցին հասարակական կյանքից, այնքան ավելի մեծ եւ ընդգրկուն դեր է խաղում Հայ առաքելական եկեղեցին ներքին քաղաքականության մեջ։ Ռազմավարությունը շատ պարզ է եւ բնորոշ է ձախակողմյան հեղափոխականներին Կուբայում, արևելյան եվրոպական երկրներում սոցիալիստական համակարգի օրոք, Կուբայում օրինակ այսօր էլ եկեղեցում կրոնին վերաբերվում են ինչպես մեկուսացված հիվանդներին։ Նույն է տեղի ունենում Լեհաստանում, նախկին Չեխոսլովակիայում եւ արևելյան Գերմանիայում սառը պատերազմի տարիներին։ Փորձեմ մի քանի էմպիրիկ դիտարկումներ ձեր ուշադրությանը հրավիրեմ, որոնք տեղ են գտել այս հետազոտությունում եւ բնորոշում են այսօրվա Հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի իշխանությունների հակամարտությունը։ Առաջինը 2018 թվական իշխանափոխությունից հետո, եթե հիշում եք, անմիջապես սկսվեց Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը, որը ուղղված էր կաթողիկոսի եւ Հայ առաքելական եկեղեցու։ Այնուհետև կաթողիկոսի կոչը ազատել երկրորդ նախագահային կալանքից, որը նոր բախումներ առաջացրեց իշխանությունների եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ։ Հայոց եկեղեցու պատմության առարկայի դուրս թողնելը, որը կարծեմ այդ դասընթացները 20 տարուց ավել, ես Հայաստանում չեմ ապրել այդ ժամանակ կներեք, բայց վստահ եմ 20 տարուց ավել հայոց եկեղեցու պատմության առարկան
եղել է դպրոցներում, այս դասընթացի վերացնելու որոշումը նաև խախտում է երկու օրենք, Հայաստանի երկու օրենք, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 17-րդ հոդվածը և կառավարության և Հայաստանյան Առաքելական եկեղեցու միջև հարաբերությունների մասին օրենքի 8-րդ հոդվածը, որը արդեն իրավական դաշտի խնդիրներ են։ Վերջին 3 տարիների ընթացքում ևս մեկ դիտարկում, ինչպես նկատել եք, Սուրբ Ծննդյան, Զատիկի և այլ պատարագները բոյկոտվում են Հայաստանի իշխանությունների կողմից։ Տեղի են ունենում հարձակումներ շողակաթ հեռուստաալիքի վրա, պահանջելով, որը 26 տարի է գոյություն ունի և պատկանում է Մայր աթոռին, կոչ անելով կրճատել ֆինանսավորումը, ընդ որում այս հարձակումները տեղի են ունենում ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունների կողմից։ Փորձում է նաև նույն գործադիր և օրենսդիր իշխանությունը ավելի շատ հարկեր սահմանել եկեղեցու վրա, չնայած որ Հայ առաքելական եկեղեցին հարկատու է և այս հարցում խնդիր գրեթե պետք է չլինի, պարզապես այն բոլոր երկրներում, որոնց օրինակները ես նշեցի, նույն միտումն է տեղի ունեցել, փորձել ավելի շատ հարկել և հարկային դաշտ բերել հայ եկեղեցուն և իհարկե վերջապես Արցախի հիմնախնդիրը տարբերվել են միշտ մեր հայ առաքելական եկեղեցու մոտեցումները Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ և դրանից բխող բոլոր այն խնդիրները բացարձակապես տարբեր դիրքորոշումներ են եղել և այդ եկեղեցու դիրքորոշումը բոլոր հանրային հայտարարություններում, ինչպես հոգևոր խորհրդի, այնպես էլ կաթողիկոսի կարող ենք տեսնել ինչքանով են նրանք տարբերվում իշխանությունների դիրքորոշումից։ Ընդ որում Արցախի հետ կապված, Արցախի հիմնահարցի հետ կապված խնդիրները առաջացրեցին նաև Սրբազան պայքար շարժումը, որը ղեկավարվում է հոգևորականի կողմից, Բագրատ arczepiskopos Գալստանյանի կողմից, ինչի արդյունք էր Սրբազան պայքարը, միակողմանի տարածքների զիջումների հետևանքով դա տեղի ունեցավ։ Ուզում եմ նորից անդրադառնալ այս էմպիրիկ դիտարկումներից հետո անդրադառնալ հետազոտության հիմնական փաստարկին, որ որքան շատ Հայաստանի իշխանությունները փորձեն ճնշել և բացառել հայ առաքելական եկեղեցին մեր հասարակական կյանքից, այնքան ավելի մեծ դեր է եկեղեցին խաղալու Հայաստանի ներքին քաղաքականության մեջ։ Այստեղ կա հստակ պատճառահետևողական կապ և գիտեք, ես հավատում եմ եկեղեցու և պետության տարանջատմանը, բայց չեմ հավատում եկեղեցու և քաղաքականության տարանջատմանը։ Ես նույնպես չեմ հավատում հանրային կյանքից սահմանազատմանը մեր արժեքներից, իսկ մեր շատերի համար նաև քրիստոնեական արժեքներից։ Հայ առաքելական եկեղեցին անգնահատելի ներդրում է ունեցել հայապահպանության գործում։ Դա հանդիսանում է այսօր էլ շատ հզոր օղակ միավորելու աշխարհով մեկ ծրված հայությանը։ Եվ կարծում եմ ինչ որ տեղի է ունենում, ես չանդրադարձա այսօրվա իրավիճակին, քանի որ բոլորը շատ լավ գիտեք և իրապետում եք ինչ է կատարվում հաշվի առնելով թե գրառումները սոցիալական ցանցերում, թե ընդհանրապես տարբեր բախումները, բայց ես կարծում եմ, որ սրանից հետո մեր եկեղեցին ավելի կամրապնդվի և ավելի մեծ և ազդեցիկ դեր կխաղա Հայաստանի և Սփյուռքի կյանքում։